Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 17։ Իրար բեռը վերառեք և այսպես Քրիստոսի օրենքը կատարեցեք։ Գաղատացիս 6-րդ գլուխ 2-րդ խոսք։ Մենք կոչված ենք միմյանց բեռները կրել և այսպես կատարել Քրիստոսի օրենքը։ Սա մեզ պարտավորեցնում է փոխադարձ համբերատարության և գթասրտության միմյանց հանդեպ համաձայն Տիրոջ տված օրինակի։ Մեզ վայել է միմյանց բեռները կրել որպես նույն ճանապարհի ուղեկիցներ։ Շատ հաճախ լինում է, որ մարդը իրեն համարում է ուրիշներից ավելի իմաստուն և լավը և իրեն արժանի է տեսնում նրանց վրա իշխելու կամ նրանց ուղղություն տալու, սակայն այդպիսին խաբում է ինքն իրեն։ Նա ձևանալով այն, ինչ իրականում չկա, խաբեություն է գործում իր իսկ հոգու հանդեպ և վաղ թե ուշ կճաշակի դրա տխուր հետևանքները։ Այդպիսի վարքը երբեք չի արժանանա ոչ Աստծո, ոչ մարդկանց հարգանքին։ Ուստի յուրաքանչյուրին խորհուրդ է տրվում քննության ենթարկել իր սեփական գործերը։ Որքան ավելի խորապես ճանաչենք մեր սրտերն ու մեր ճանապարհները, այդքան քիչ կարհամարենք ուրիշներին և այդքան ավելի հակված կլինենք օգնել նրանց իրենց թուլությունների և խնդիրների մեջ։ Մարդկանց մեղքերը որքան էլ թեթև թվան իրենց դրանք գործելիս, այնուամենայնիվ ծանր բեռ պիտի դառնան, երբ նրանք կանգնեն Աստծո առաջ դրանց համար հաշիվ տալու։ Թեպետ մենք որպես քրիստոնյաներ ազատված ենք Մովսեսի օրենքից, մենք գտնվում ենք Քրիստոսի օրենքի ներքո։ Եվ այդ պատճառով, փոխարենը ուրիշների վրա ավելորդ բեռներ դնելու, ինչպես անում էին նրանք, ովքեր պնդում էին Մովսեսի օրենքի պահպանումը, առավել ևս վայել է մեզ կատարել Քրիստոսի օրենքը միմյանց բեռները կրելով։